Ողջույն Արագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է երգչուհի, բլոգեր Նենսին։ Ողջույն Նենսի ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սկսենք նրանից, թե ինչպես սկսեցիք զբաղվել երգով։ Իրականում շատ փոքր ժամանակվանից եմ երաժշտության մեջ, մանկապարտեզի դեն ժամանակներից, ուղղակի մերոնք ոնց որ զգացել են, որ ասենց ասած լուխ ունեմ, երաժշտական երեխա եմ ու որոշել են, որ ես պետք է ընդունվեմ երաժշտական դպրոց, այստեղ մի հատ պահ կա միշտ ասենց անեկդոտի պես եմ պատմում, ասում եմ ոնց կարելի էր տեսնել օրինակ, որ ես լավ երգում եմ ու ինձ տանել ջութակի, լավ երգում տանեի երգի, բայց չէ լավ է որ տենց է դասավորվել։ Գնացի ջութակի, ավարտեցի ու երևի կարամ ասեմ, որ մի քիչ հիասթափվեցի, որոշեցի, որ պետք է երգեմ, այսինքն ամեն դեպքում տենց երաժշտությունից լրիվ չկարողացա կտրվեմ ու մնացի երգի ասպարեզում։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ հիասթափվեցիր։ Երևի շատ էին անարդարությունները, որ տենց փոքր տարիքից տեսել եմ այդտեղ, ավելի տենց ինչ-որ ուրիշ պատճառ չի եղել, ամենամեծ պատճառը, գլոբալ պատճառը այդ է եղել, որովհետև ես միշտ, չգիտեմ, ինչ-որ նեղվում էի այդ անարդար պահերից, որ լինում էր, օրինակ մրցույթների ժամանակ, համերգների ժամանակ եւ այլն, ու այդ ժամանակ մտածում էի, որ մենակ այդ ոլորտում է, էլի այդ անարդարությունը, ես, չգիտեմ, կգնամ ուրիշ բանով կզբաղվեմ, այնտեղ արդար կլինի ամեն ինչ, բայց չէ, տենց հիասթափվեցի ու թողեցի։ Բայց չէ որ հիմնականում ճիշտ է գործիքը եւ երաժշտություն տարբեր են, բայց երգի ոլորտում էլ չէ կա այդ անարդարությունը։ Իհարկե։ Ինչպես էր ընդհանրապես, երբ որ զգացիր, որ տվյալ ոլորտում էլ իր անարդարությունները ունի։ Դեռևս քանի որ ես ասենց ասած բուն տենց շոու բիզնեսի մեջ չեմ, ինչ որ տենց անարդարություն այս պահին ես չեմ զգում։ Այսինքն իմ համար ավելի շատ հիմա երգը հոբի պես է, երգում եմ զուտ զբաղվում եմ իմ սիրած գործով, ու դրանից հաճույք եմ ստանում։ Բացի հաճույք ստանալուց դու նաև դա կարողանում ես շատ լավ օգտագործել քո բլոգում եւ մարդիկ շատ են սիրում քո երգերը, կպատմես թե ինչպես սկսվեց քո ուղին նաև բլոգում։ Ամեն ինչ սկսվեց 2020 թվականի կորոնայի ժամանակ, ինձ թվում է շատերի մոտ է տենց սկսվել, որովհետև բան չունեինք անելու, իմ հին հետևորդները կհիշեն, այն ժամանակ հումորային վիդեոներ էի նկարում, հետո տենց ոնց որ կամաց բացվեցի, սկսեցի երգել ու մի պահ էլ կա այն ժամանակ ճիշտ ասած ամաչում էի երգելուց, տանեցիների մոտ էլ չէի երգում, տենց մտածում էի, վայ, չէ, երգի ու տենց հումորայինից արդեն դեպի երգ գնացի, սկսեցի երգել ու հենց առաջին վիդեոն որ գցեցի, հիշում եմ Ալագյազ երգն էի երգում, սենց միանգամից բում եղավ ու հասկացա, որ եթե ես ավելի լավ ստացում, քան հումորայինը կամ գոնե հավասար են գնում, արժի փորձել ու տենց կամաց հումորայինն էլ գնաց հետին պլան, մնաց երգը։ Նենսի, բայց երբ որ սկսեցիր զբաղվել բլոգում եւ արդեն ներկայանում էիր հանրությանը, չկար վախ, որ որոշակի բացասական արձագանքներ կլինեն։ Չէ, ճիշտ ասած։ Այստեղ իմ մամայի դերը կա իրականում երևի, որովհետև ինքը ինձ ես ներքուս շատ փխրուն եմ, ասենց ասած, նույն ձև ոնց որ օրինակ կոտրվել եմ այդ անարդարությունից, բայց ինքը օրինակ շատ ասենց փորձել է ինձ առանց կոմպլեքսների մեծացնի ու ասենց երբեք չեմ մտածել վատ բան գրեն, ես նեղվեմ, չեմ էլ հիշում տենց դեպք։ Հիշում եմ նույնիսկ առաջին կոմենտը վատ որգեցին, իբր էդ ինչ ես երգում, ոնց է, ինչ որ ասենց մի բան, ասենց նայեցի, ասի, հա ինչ ջնջեցի անցա առաջին, որ չեր էլ ազդել էլի ին վրա առհասարակ։ Բացի դրանից նաև շրջապատում ընկերները, ծանոթները տարբեր ձև են արձագանքում, քո դեպքում ոնց է եղել, ծանոթները ինչպիսի արձագանք են տվել։ Մենակ դրական քաջալերող, ինչ որ վատ արձագանք չի եղել, որովհետև ես էլ ինքս չեմ կարծում ինչ որ տենց վատ կոնտենտ եմ ունեցել կամ ինչ որ վատ չգիտեմ բան ա եղել իմ էջում։ Մենակ աջակցող լավ արձագանք ա եղել ու լավ կոմենտներ են եղել առհասարակ բոլորի կողմից։ Իսկ ոնց էր փոփոխությունը, որ որոշակի ճանաչում ես ձեռք բերում ու եթե օրինակ տարբեր միջավայրեր, դպրոց կլինի, համալսարան կլինի, մարդիկ արդեն քեզ ճանաչում են, ոնց էր իրենց արձագանքը։
Սկզբում, քանի որ բավականին շատ փոքր չէի, դեռահաս տարիքում էի սկսել, տենց 16, 17, 18-ում, պահեր կար, օրինակ նեղվում էի, որ օրինակ, չգիտեմ, ճանաչում էին, նայում էին, sense նույնիսկ մոտենում նկարվում էին, ասում էին, վայ մամա ջան, հիմա այս աղջիկը եթե ինձ ճանաչեց, ուրեմն այն վիդեոս տեսել է, այնտեղ մի հատ ֆայլ շունեմ կամ չգիտեմ, այս վիդեոս տեսել է, որ sense բաներ եմ անում, sense նեղվում էի, մի քիչ sense, հետո արդեն տարիքի ընթացքում տարիքի հետ դարձավ սովորական բան, հիմա ավելի շատ ուրախանում եմ, որ ճանաչում են, մոտենում են, նույնիսկ ծանոթանում եմ, չգիտեմ։ Շատերի համար նաև ընտանիքի աջակցությունն է բավականին կարևոր, նշեմ, որ մի մասին էլ օրինակ ընտանիքը կարող է թույլ չտա, որ իրենց աղջիկը հանրային անձ դառնա, ինչպես էր ձեր ընտանիքում։ Մեր ընտանիքում մաման կողմ էր շատ, պապան չէ ընդհանրապես ու կոնկրետ երգի հարցում դե պապան երգիչ է, ինքը ասում էր այդ ոլորտը մոռացի, երգել չկա, ոչ մի բան չկա, բայց դե քանի որ ինքն էլ էր տեսնում, որ իմոց շատ լավ է ստացվում, առաջ եմ գնում, ոնց որ արդեն համակերպվել այդ մտքի հետ, հիմա արդեն իրար հետ էլ ենք երգում, իրար հետ էլ ստուդիա բացեցինք։ Նենսի շատ եմ ընդհանրապես լսել, որ այն մարդիկ, ովքեր հենց երգով են զբաղվում, միշտ չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխաները, հատկապես աղջիկ երեխաները, շարունակեն այդ ուղով, կարող ես մի փոքր ներկայացնել, ընդհանրապես ինչն է պատճառ հանդիսանում։ Մի քիչ նուրբ թեմա է, կարծում եմ, էլի նույն անարդարությունները կա, մի քիչ օրինակ այն պահը կա, որ սենց ասած դու քո ուժերով չես կարա հասնես այն կետին, որի մասին օրինակ երազում ես, չգիտեմ, հենարան է պետք, ինչ-որ հովանավորներ են պետք եւ այլն, սենց փորձեմ հնարավորինս նուրբ ներկայացնեմ էլի ինչքան կարամ, դրա համար պապան օրինակ կատեգորիկ դեմ էր, որ ես օրինակ կարող եմ մի օր շոու բիզնեսի ինչ-որ անդամ լինեմ, երևի դա է խնդիրը։ Բայց դու ինչքան էլ որ երգը սիրում ես, ընտրեցիր մասնագիտական այլ ուղի, ինչպես եղավ քո մասնագիտական ընտրությունը։ Իրականում, երբ որ ավարտեցի երաժշտական դպրոցի հետ զուգահեռ, այնքան էլ եմ ասում հիասթափված ու սենց կոպիտ ասած զզված էի այդ ոլորտից, որ կոպիտ ասած իմ համար մեկ էր, էլի, որտեղ կշարունակեմ, ու սենց հիշում եմ տանեցիների հետ նստած էին, քուրիկիս էլ հարցրեցի, հիմա ես ինչ անեմ, ուր գնամ, բան, համալսարան պիտի սովորեմ, ինչ սովորեմ, բան, ու տենց մի քիչ շատ սպոնտան է էլի եղել կոնկրետ լրագրության ֆակուլտետը ընտրելը, քուրիկս ասաց դե գնա լրագրություն, ինչ որ տեքստեր կգրես, գոնե մի քիչ մոտ է էլի քո նախասիրություններին, Տենց որոշեցի, որ պիտի գնամ լրագրության ֆակուլտետ։ Բայց երբ որ ընդունվեցի, հասկացա, որ լիքը նմանություններ կա այն ամեն ինչի հետ, ինչով որ ես զբաղվում եմ, օրինակ բլոգինգին, ինքը շատ մոտ է լրագրությունը մեր օրերում, ու բավականին ինձ օգնել է այդ ընտրությունը։ Բայց իրականում համալսարան դիմեցիր, որ դու շատերի կարծիքից ելնելով բաց չթողնես ուսումը, թե որոշակիորեն դու էլ ուզում էիր, որ հետ չմնաս քո տարիքակիցներից։ Չէ, բնականաբար բարձրագույն կրթություն ունենալը կարծում եմ կարևոր է, ու այդ մենակ, չգիտեմ, ինչ որ կրթություն ստանալու մասին չի, հա, բուն մասնագիտական, այլ շրջապատ ձեռք բերելու, լիքը ես օրինակ բաներ եմ սովորել, որ կյանքի համար ուղղակի պետք են, հենց համալսարանում եմ սովորել։ Ու ինչ կհիշես քո համալսարանական տարիներից։ Ինչ որ կոնկրետ դեպք, որոնք են եղել այն լավ օրերը, որը կանրանցնես։ Ոյ, սի ճորձեր։ Շրջադարձային հարց տվեցի։ Լավ օրերը, իրականում բավականին ուրախ անցել իմ համալսարանական տարիները, ինչ որ sense կոնկրետ դեպքեր հիմա չեմ կարող հիշել։ Բացի ուսումից քեզ նաև փաստորեն ծանոթությունների շրջանակ է տվել, որը շատ կարևոր է, նշեցիր։ Ծանոթությունների առումով օրինակ դասախոսական կազմին ես կարամ առանձնացնեմ էլի, որ չգիտեմ, բացի նրանից, որ պրոֆեսիոնալներ են եղել, նաև շատ լավ մարդիկ են եղել, որոնց հետ կարողացել եմ օրինակ կիսվել եւ այլն լավ խորհուրդներ ստանալ այս առումով, այսինքն համալսարանի դերը մեծ է եղել, բայց որ ասեմ օրինակ մեծ ընկերական շրջապատ եմ ձեռք բերել, այդ մի քիչ սուտ կլինի, հա, շփում ունենք եւ այլն, բայց որպես այդպեսին շրջապատ օրինակ չեմ ձևավորել այնտեղ։ Իսկ ո՞նց էր դասախոսներիդ վերաբերմունքը, ընդհանրապես կուրսընկերներիդ վերաբերմունքը, որ որոշակի հայտնիություն ունես եւ գործունեություն ես ծավալում։ Շատ լավ, շատ դրական,
նույնիսկ այն դասախոսները, որ չեն ճանաչել ինձ, եղել է որ ճանաչել են, ովքեր չեն ճանաչել, իմացել են, գովել են, աջակցել են, նույնիսկ դասախոս եմ ունեցել, որ ուղղորդել է այս հարցում, խորհուրդներ ա տվել, շատ լավ։ Նենսի, որքան էլ քո կարիերայում բավականին զարգացումներ ես ունեցել, եղել են շրջաններ, որ դադարներ ես տվել եւ կորել ես, մարդիկ չեն գտել քո էջը, չեն հասկացել, թե ինչ եղավ քեզ հետ։ Որն է եղել պատճառը։ Գլոբալ առումով պատճառը եղել է իմ էմոցիոնալ անկայուն վիճակը, ասենց ասած, ես շատ էմոցիոնալ եմ ու չգիտեմ, եթե ինչ որ մեկի վրա այսքան խնդիրը կարա, այսքան ազդի, իմ վրա այսքան կարա ազդի, ու հիմնականում այդ դադարները եղել են օրինակ պատերազմի ժամանակահատվածում, իմ համար ուղղակի այդ համացանցից դուրս գալը, հեռախոսը սենց մի կողմ դնելը եղել է փախուստի միջոց, սենց ասած, ու էդ էլի եղել է այդ տարիքում հիմնականում, հիմա արդեն հասկացել եմ, որ եթե դու քեզ վատ ես զգում, օքեյ, 2 օր օրինակ story մի արա, 2 օր բար մի post-ի մի երգի, բայց այդ ժամանակ տենց չէի մտածում, դե հիմա արդեն ավելի հասուն եմ էլի այս առումով մտածում։ Նաև շատերը, ովքեր զբաղվում են ընդհանրապես բլոգինգով կամ թեկուզ հենց երգով, միշտ խնդիրներ են ունենում որոշակիորեն սեփական անձնական կյանքը կառուցելու համար, ինչպես է եղել դա քեզ համար։ Իմ վրա դա ինչ-որ ազդեցություն չի թողել իրականում, մի քիչ ճիշտ ասած զարմանում եմ, որ ասենց ասած այս դարում կարա այդ ինչ-որ խնդիր լինի, ավելի լուրջ խնդիրներ կան, իմ վրա մենակ դրական ազդեցություն է թողնում, օրինակ հանրային լինելը, բլոգինգով զբաղվելը, բլոգեր լինելը առհասարակ, այսքան է երևի։ Դու իհարկե չես շատ բարձրաձայնում քո անձնականի մասին եւ դա ավելի շատ մի կողմում ես թողնում, բայց քանի որ հանրային անձ ես եւ շատերին է հետաքրքրում, արդյոք քո սիրտը զբաղված է կամ քո կողքին մարդ կա եւ եթե այո, ինչպիսի մարդ է, այն մարդով կարողացել է գրավել ձեզ։ Իմ սիրտը ազատ է լրիվ, ու իրականում իմ անձնականի մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետեւ դերևի ավելի շատ բնավորության գիծ է, ուղղակի փակ մարդ եմ, օրինակ այն ժամանակ կարող է, չգիտեմ, մամայի հետ շատ սթորիներ անել, չգիտեմ, ընկերներով հավաքվեին սթորիներ անել, ես մի ընկերս այն, մի ընկերս այ եւ այլն, հիմա գնալով ավելի շատ եմ փակվում, չգիտեմ, լավ է թե վատ է, բայց ավելի շատ նախընտրում եմ անձնականը դնել մի կողմ, ինչը անձնական է իմ համար, ինչը հանրային է։ Բայց փակվելու պատճառը ո՞րն է։ Եղել են դեպքեր, որ դրա պատճառով որոշել ես, որ ավելի լավ է, օրինակ, ի ցույց չդնես քո անձնական կյանքը։ Ընդհանրապես իմ կյանքում ինչ-որ տես դեպք չի եղել, երևի ավելի շատ ուրիշներին նայելով եմ հասկացել, ուրիշների փորձից սենց ասած, տեսել եմ, որ օրինակ, չգիտեմ, X աղջիկ, հա, ինչ որ կոնկրետ մարդու վրա չեմ բերում օրինակը, շփվում է ինչ որ մեկի հետ, չգիտեմ, ակտիվ ինչ որ նկարներ են գցում, վիդեոներ են գցում միասին, մեկ էլ վերջ, ասենք, շփումը կտրվեց, դու ինքդ որոշում ես այդ մարդուն մոռանաս, բայց համացանցը քեզ անընդհատ դա կարա հիշացնի ու իմ կարծիքով այդքան էլ հաճելի բան չի։ Դրա համար ամեն դեպքում կարծում եմ անձնականը պետք է մնա անձնական։ Եվ եթե նախընտրություն կատարես, առաջինը քեզ համար իհարկե չասենք կերպար, բայց որ բնավորության գծեր լինեն կամ ընդհանրապես մարդկային տեսակ լինի, որ դու կարևորում ես, որ դիմացի անձը եւ քո կողքի մարդը պետք է ունենա։ Ես միշտ ասում եմ շատ հայրենասեր պետքա լինի, ես կարծում եմ հայրենասեր մարդը իր մեջ արդեն ունի մնացած բոլոր գծերը, որ ցանկացած աղջիկա կողքին պետքա տենց տղամարդ լինի, չգիտեմ, դա կլինի ազնվությունը, դա կլինի հոգատարությունը, ինձ թվում է այդ հայրենասիրություն ասվածի մեջ ամեն ինչ կա։ Նաև քանի որ ընդհանրապես հանրային անձ ես եւ շատերն են ճանաչում, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր հենց տվյալ հարթակների միջոցով կփորձեն որոշակի կապեր հաստատել, ինչպես էս վերաբերվում, երբ որ մարդիկ ծանոթանում են սոցիալական հարթակների միջոցով, արդյոք կարող ենք այսօր դրան լուրջ վերաբերվել։ Կարծում եմ այո, համացանցը այսօր հնարավորություն է տալիս ցույց տալ քեզնից ոնց որ դու կաս, նամանավանդ այս վերջին թվերին ես զգացել եմ ինչ որ այդ Photoshop ասվածը օրինակ շատ է մի քիչ այն կողմ գնացել, մարդիկ ավելի ռեալ են ցույց տալիս իրենց, ու եթե դու կարողանում ես ռեալ ցույց տաս, որ բարև ձեզ, ես էս եմ, ես այսօր էս կերա, էս խմեցի, էս արեցի, մյուս կողմը կարա դա շատ ոնց հանգիստ տեսնի, հավանի կամ չհավանի, ու ծանոթությունը ավելի հեշտ ստացվի։ Դրա համար շատ նորմալ եմ վերաբերվում։ Նաև այսօր դու կարողացել ես բավականին հաջող կերպով երգի միջոցով ստեղծել նաև ստուդիա, որի մասին վերջին շրջանում խոսեցիր, ինչ է իրենից ներկայացնում գաղափարը։
Գաղափարը իրականում իմը չի եղել, papayin նա եղել, այնց մի օր ուղղակի ասեց կարող է ստուդիա բացենք, դե papan երգիչ է, ես էլ ոնց որ ես ոլորտում, այնց միացնեինք իրար, մի բան ստանայինք, իմ մեջ էլ ոնց որ ես քանի տարի անդադ մտածում եմ ինչ որ բիզնես գաղափարի շուրջ, ես ոնց որ շատ լավ առիթ էր։ Ես հիմա լիովին զբաղվում եմ ստուդիայի, ասենց ասած, մարքեթինգային մասով, մնացածը ոնց որ papayin նա, ինչ ճիշտն է, էլի ֆինանսական առումով, ու իրականում մի հատ sense գաղափարի շուրջ եմ ուզում բոլորին հավաքեմ, ովքեր կգան ստուդիա, կլինեն ուղղակի զուտ աշակերտներ, թե կգան ուղղակի մի անգամ ձայնագրվեն դուրս կգան, ես ուզում եմ, որ լինի մի հատ sense գաղափար, որ բոլորս զբաղվենք մեր սիրած գործով, այսինքն եթե մենք սիրում ենք երգել, մեր համար կապ չունի, մենք, չգիտեմ, մի հատ ուղիղ նոտա կարող ենք երգենք, թե չենք կարողանում երգենք, թե, չգիտեմ, երեք հարսանիք ենք երգել, այսօր եկել ենք ստուդիա։ Մենք հավաքվում ենք, երգում ենք, սովորում ենք, ինչը բացալրացնում ենք եւ այլն։ Հիմնականում աջակից ես լինում աշխատանքների իրականացնելիս, որպես համակարգող անձ, այսպես նշեմ, ինչ դժվարությունների եք բախվել։ Հիմնական դժվարությունն այն է, որ էլի պետք է ասեմ, համացանցը լայն հնարավորություն է տալիս ցանկացածին, ու ցանկացածը այսօր կարա ունենա այդ ստուդիան, որը մենք օրինակ բացել ենք, մեծամրցակցություն, այսինքն իմ կողմից հասնում էր, sense ասած, մի հատ նայել, հասկանալ, մենք ինչ կարող անենք, որ տարբերվենք, ինչի օրինակ X մարդը պետքա չընտրի ստուդիան, այլ ընտրի մեր ստուդիան, երևի ամենամեծ խնդիրը այդ է եղել, որին ես բախվել եմ այս ընթացքում։ Նաև նշեցիր, որ հայրիկդ հենց զբաղվում է երգով, շատերը դրա մասին չգիտեն, մինչև դու նաև դրան չանդրադարձար, ինչպես է եղել ձեր ընտանիքում միջավայրը, մթնոլորտը, երբ որ ծնողդ երգով է զբաղվել, արդյոք հենց դրանից էլ դու մոտիվացվել ես որոշակի։ Վայ, չէ, papan միշտ բացասական բաներ է խոսացել շոու բիզնեսի մասին, ընդհանրապես մոտիվացնող չի։ Թե չգիտեմ, մարդկանց թվում է օրինակ, որ papan են, papaներից, որ ես երգում եմ, հենց աղջկաս առաջ կտանեմ բան, ընդհանրապես այդ papan չի, ընդհանրապես դրան կողմ չի։ Ուղղակի իմ մեջ կա այդ երաժշտությունը, իմ մեջ կա, ես այդ ընդունել եմ, papan լիներ թե չլիներ, կոպիտ ասած, ես մոտիվացվելու էի ու առաջ էի գնալու։ Նաև սոցիալական հարթակները այսօր բավականին լավ կարելի ասել միջավայր են հանդիսանում մարդուն զարգանալու համար, բայց ունեն որոշակիորեն իրենց բացասական կողմերը, մանավանդ վերջին շրջանում TikTok հարթակի վերաբերյալ շատ եմ օրինակ լսում որոշակի բողոքներ, ինչ ես կարծում այս բացերը ոնց կարող ենք մենք լրացնել կամ փոփոխել որոշակիորեն։ Դե այդ բացերը ինձ թվում է շատ կրթական ցածր ցենզից է գալիս, մի քիչ ավելի ուրիշ թեմա է։ Որովհետև հարթակը ստեղծվել է իրականում, բայց թեկուզ TikTok-յան հարթակը, որտեղ մարդիկ կարողանում են հանգիստ մուտք գործել ու մեկնաբանություններ թողնել, առանց մտածելու, թե տվյալ անձը ինչ կարող է զգալ այդ մեկնաբանությունները օրինակ կարդալիս։ Ինձ թվում է նույնը հիմա Instagram-ում էլ կա, ավելի շատ, չգիտեմ, օրինակ TikTok-ին են տենց սպეციფიկ վերաբերվում, որպես տենց ինքը վատ կայք է, բայց նույնը օրինակ Instagram-ում կարելի, ուղղակի քանի որ կոնկրետ իմ էջում շատ չեն բացասական կոմենտները, բացասական մեկնաբանությունները, քանի որ ես տենց չեմ առնչվել դրան, մի քիչ, չգիտեմ, ուրիշ ձև եմ էլի, ես խնդրի նայեմ, կարծում ուղղակի ամեն մեկը իր սահմանը պետք է ունենա, հասկանա ինքը այսօր ինչ է տեղադրում, դրա տակ ինչ կարա թաքնված լինի, ինչ արձագանք դա կարա ունենա, ըստ դրա շարժվի։ Նաև երբ որ մարդիկ որոշակի գործունեություն են ծավալում, օրինակ կամա թե ակամա կարող է իրենց մոտ որոշակի կոմպլեքսներ առաջանալ, թեկուզ առաջանալ կամ արտաքինի վերաբերյալ, կամ այն մարդիկ, ովքեր երգում են հենց իրենց երգելու ունակության վերաբերյալ, արդյոք քո մոտ եղել է տենց շրջաններ։ Որ մեկնաբանություններից կամ մեկնաբանություններից կամ դու ինքդ ավելի շատ սևեռվես, քանի որ մենք ավելի շատ ենք մեր աշխատանքը դիտում։ Արդյոք եղել է շրջան, որ ինչ որ մի բանի վրա սևեռվես ու ցանկանաս փոխել։ Եղել է sense մի հատ առողջ քննադատություն, որ օրինակ պրոֆեսիոնալ մասնագետներ լսել են, ասել են օրինակ ոնց որ շնչառականը մի քիչ ու եղել է տենց մեկնաբանություն, շնչառականը մի քիչ տեղում չի, իմ ձայնը մշակած չի օրինակ։ Ես նոր պետք է սկսեմ զբաղվել վոկալով, այսինքն ես զուտ երգում եմ։ Ու եղել են մեկնաբանություն, օրինակ առողջ քննադատություն է դա իմ համար։ Հասկացել եմ, որ հա, տես երգում ես, հա, քեզ դուր է գալիս, քո սիրած գործով ես զբաղվում, բայց տես մարդիկ պրոֆեսիոնալ են նկատել են սա։
արժի աշխատել այս ուղղությամբ։ Նաև դուք ընտրել եք ավելի շատ ժողովրդական ոճի երգեր եւ հիմնականում շատ է տարաձայնությունները, որովհետեւ մարդիկ միշտ կան ոճեր, օրինակ, չգիտեմ, թեկուս ռաբիզը, որ որոշ արտիստներ հեռու են մնում, ինչպես ես դու սրան վերաբերում, արդյոք արժե քննադատել մարդու նախընտրությանը։ Բացարձակ։ Այսօր չգիտեմ 95%-ը լսում է ռաբիս երաժշտություն, ես օրինակ վերցնում եմ ռաբիս երաժշտություն, երգում եմ իմ ոճով, ու իմ էջում կան։ Ես երգում եմ ռաբիս, ես դա ընդունում եմ։ Կարող օրինակ այն ժամանակ, երբ որ ջութակ էի նվագում, մի քիչ ռաբիսն ինձ վայ դե ինչ ռաբիս բան, բայց դե բոլորս էլ մի օր գալիս են, ինձ թվում է դա նորմալ է։ Եվ ընդհանրապես ոլորտում ովքեր են այն մարդիկ, ովքեր քեզ ոգեշնչում են, արտիստներից ընդհանրապես, եթե հայկական ոլորտում տեսնենք, ում կնախընտրես։ Երգիչներից Վայ շատ սիրում եմ Թաթային Սիմոնյան, այնպես փոքր ժամանակվանից համ լսել եմ, համ մինչև հիմա ինձ թվում է իր ժանրը կոնկրետ չհոգնածնող է, sense որ կառանձնացնեմ, ես միշտ ասում եմ, իմ սթորիներում եմ շատ ասում Թաթային Սիմոնյան, մնացած արտիստներից չէ, ունենք շատ լավ երգիչ ու երգչուհիներ ունենք, Հայաստանից դուրս պետք չի էլ գալ, հայերի մեջ լիքը տաղանդավոր մարդիկ կան, Օրինակ ռեինկարնացիա խումբն եմ շատ սիրում, չգիտեմ, ֆորշ եմ շատ լսում, այսպես։ Որպես որոշակի անձ, որ հասկանում է ոլորտից, որն է կայանում այն մարդկանց հաջողությունը, որ թեկուզ մենք տեսնում ենք, որ հին երգեր, որոնք մինչև օրս արդիական են ու տվյալ մարդիկ կարող են ունենալ 2 երգ, բայց արդիական մնալ ու շատերն էլ օրինակ երգում են, բայց կարող են շուտ դաշտից դուրս գալ։ Արդյոք ինչու՞մն է կայանում, ինչ պետք է մարդ անի, որ կարողանա ոլորտում երկար իր հետաքրքրությունը ունենա։ Երևի ավելի շատ ժամանակն է թելադրում, օրինակ այս վերջերս, գիտեմ ինչ որ հիփ-հոփ, R&B, շանսոն, սենց իրար միացրած բաներ եմ շատ լսում, որ չգիտեմ մեկ անում եմ, մյուսը սկսում է սենց ինչ որ շատացել է այս ժանրը։ Հիմա օրինակ դա ակտուալ է։ Հիմա չգիտեմ 5 տարի հետո կարող է շանսոնը ռապիսի հետ սենց միաձուլեն ինչ որ բան ստանան, դա ակտուալ լինի։ Նաև Նենսի, եթե ամփոփենք, ընդհանրապես ինչ նպատակներ ունես, որը կցանկանաս մեզ հետ կիսվել, ցանկանում ես հետագայում իրագործել դրանք։ Նախ շատ ուզում եմ մի հատ կոնկրետ հասկանամ իմ ոճը, որովհետև ես հենց անընդհատ տարբեր ոճերի մեջ լողում եմ, մի հատ հստակ ուզում եմ հասկանամ երգի մեջ կոնկրետ ինչ եմ անում։ Սա մեկ, երկրորդը նաև ստուդիայի մասով եմ շատ մտածում, ընդլայնվենք, չգիտեմ, ավելի լավ օրինակ հասցեում լինի իմ ստուդիան։ Մեկ էլ այս մասով են շատ մտքերը։ Նաև քանի որ դու քո կյանքի ընթացքում, որքան էլ որ երիտասարդ հասակում շատ փոփոխություններ ես իրականացրել եւ կարեւոր որոշումներ ես կայացրել մասնագիտական ոլորտում, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր հիմա նորից անորոշության մեջ են եւ վախենում են այդ անորոշությունից։ Միանշանակ լսել սրտին այն ինչ որ չգիտեմ փոքր ժամանակ դու երազում ես դա ուղղակի չի կարա ու գնա սենց հոդս ցնդի եթե ինչ որ երազանք կա քո ներսում դա անպայման պետք է իրականացնել ամեն ինչ պետք է անել դրա համար Դե ինչ շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար ես էլ ձեզ եմ շնորհակալ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ կհանդիպենք հաջորդ կիրակի